Դզում է կադրը, որ սիրուն լինի։ Մերսեդեսը չի երևի։ Այսօր Mercedes-ի մասին խոսալու ենք, եթե ինչ։ Այո։ Բայց էջ լավ բան չենք խոսալու։ Ես կկտրեմ այդ։ Սկսեցինք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես սկսում եմ նոր հաղորդում, նոր ֆորմատ, ավտոների մասին, ավտոլուրերի մասին է ինքը լինելու։ Հույս ունեմ դուրներ հետ կգա, հույս ունեմ կլայքեք, հույս ունեմ կոմենտներ կգրեք ու ինչի մասին որ մենք առհասարակ խոսալու ենք այս հաղորդման ընթացքում, հույս ունեմ կոմենտներում կքննարկենք նաև ու առհասարակ գրեք, չգիտեմ, լուրեր գրեք ձեզ, որ օրինակ իմ աշկից կաղա, չգիտեմ, վրիպած լինի, որ օրինակ հաջորդ հաղորդմանը քննարկենք էլի իրար հետ։ Խոսալու ենք առհասարակ ընդհանուր աշխարհի լուրերի մասին, նորությունների, ավտոնորությունների ինչ որ դուրս է գալի հիմա, խոսալու ենք առհասարակ երևի թե կամպանիաների մասին, ինչ է կատարում առհասարակ ավտոաշխարհում ու նաև Հայաստանում իհարկե, Հայաստանում չգիտեմ ճիշտ ավտոների հետ կապված ինչ կարելի է խոսալ, բայց ամեն դեպս ընդ most փակելա բանը, չգիտեմ, ասենք այդպես բաների մասին խոսանք։ Իմ հետ է այսօր իմ կինը, որ կամերայի հետևում է նստած, ճիշտ ասած, բարևում է հիմա ձեզ, բարև Մոնիկա ջան։ Բարև ձեզ։ Իսկ կարայի ինչ որ կոմենտներ կգրի ինձ թվում, կան ինչ որ կոմենտներ, ինչ։ Իսկ կարայի կողդ լինեի ոչ։ Կարայի կողքս նայում, կարաս հիմա էլ ուշ չի կարաս գասել նոր ենք սկսել։ Կարծես այս ֆորմատը, այս ձևաչափը շատ շուտվանից արդեն երևի տարիներ է ուզում եմ անեմ, վերջապես հասունացավ ոնց որ ասում այդ պահը, որ սկսեմ խոսալ։ Ինձ դուր է գալի առհասարակ ավտոները, ինձ դուր է գալի իրենց մասին խոսալը, լուրեր կարդալը, իմանալը ու նաև ձեր հետ հիմա կիսվել է այդ ամեն ինչի մասին ու հույս ունեմ դուք էլ կոմենտներում իմ հետ կշփվեք էլի այս ամեն ինչի մասին։ Ուրեմն այսօրվա մեր հաղորդումը լինելու է նոր BMW X5-ի մասին, X3-ի, M3-ի, Mercedes GT-ի, Ferrari Luce, Lada, ինչու ոչ, ու մնացածն էլ արդեն ոնց որ ընթացքում կհասկանանք։ Ինչից սկսենք այս ջանասը։ Ferrari Luce։ Luce, բայց այս Luce չի, որ խոսացիր այդ մասին, դավայ Luce-ից սկսենք։ Ուրա մեր Ferrari Luce-ն։ Չէ, իսկ կարանք տեղերը փոխվենք լինի Luce Ferrari։ Luce Ferrari, нет. Այս պարագայում իրականում вообще չէ, որ շատ վատնա ասենք էլի։ Ferrari-ն ուրեմն ցուցադրել է իր նոր էլեկտրիշկեն, չգիտեմ, ստե միտեղ կհայտնվի, հələ չեմ որոշել։ Այ մի քիչ sense կող դեպի այդտեղ։ Այստեղ միտեղ կհայտնվի իր նկարը։ Ուրեմն Ferrari-ն ահագին ժամանակ արդեն ցույցատվել է իր նոր էլեկտրիշկեն։ Իդեպ սրա դիզայները iPhone-ի դիզայներն է, եթե ինչ։ Նորջ։ Այո։ Okay, spon։ Դիզայնը after iPhone, արինե։ Այս։ Այս տեսել էի։ Շատ վատնասը։ Ես չգիտեմ, կարող ինչ որ մարդիկ կան ում դուրը գալիս է սա, իմ դուրը կոնկրետ չի գալի։ Ferrari-ն է այն կամպանիան է իմ կարծիքով, որ չպետք է առհասարակ գնար вообще էլեկտրականների կողմ, ինքը հիբրիդներ ունի ճիշտ է, բայց հիբրիդներով ինձ թվում է պետք է ինքը սահմանափակվեր, ասա։ Կարամ հարցնեմ։ Դավայ։ Խա կապույտ բա, ոնց է որ Ferrari-ին մենակ բան չունի։ կապույտ չի, ուրիշ գույներ ունի, պրոցես ցուցադրված է, կոնկրետ կապույտ է։ Հասկացա, բայց իր ստրատեգիան ոնց որ նես չէր, որ մենակ կարմիր էին արտադրում։ Չէ, ինքը տարբեր գույների ունի։ Ferrari-ին։ Երկեմ։ Բախե Դու հետ ես մնացեք ենք ոնց է։ Կյանք բախե որ փոխում էին, ինչ որ մեկը փոխում էր Ferrari գույնը, դատի էին տալիս այդ մարդկանց։ Ferrari-ն դատի է տալի նրա համար, երբ որ դու իրանց ավտոն ինչ որ մի ձև փոփոխում ես, ինչ որ բան ես ավելացնում վրան, չգիտեմ, վառում ես, տրակցնում ես, ասենք ես իմ շատ ինչ որ խառը նակլեկ ես լցնում իր վրա ջոգեր, Ferrari-ն այնպես որ ձիգ կամպանիա է ահա որ Ferrari-ում առասարակ գիտես ոնց է Ferrari-ն sense է աշխատում իրանց մոտ ոչ թե այն որ клиент всегда прав նա այլ հակառակը Ferrari всегда прав հա клиентն էլ այտենց ոնց ուզենք մենք այտենց անելու որովհետև Ferrari-ն արտադրում է օրինակի համար ինչ որ նոր մոդելը որ խոսքի դուրս է գալի ասենք արտադրում է օրինակ 50 հատիկ այդ ավտոից բայց ցանկացողները դինում են, չգիտեմ, խոսքի 1000 հոգի, ջոգիր, եթե ինչ իր մոտ նոր մոդելը որ արտադրվում է, Ferrari-ն որ արտադրում է նոր մոդել,
սենց է աշխատում, հերթ են կանգնում մարդիկ։ Ինքը մենակ իր հաճախորդների վրա է ծախում, այսինքն նոր մարդը չի հենց այդ եմ ասում, էլի, այսինքն իր հաճախորդներին, ինչքան այսքան տարիների ընթացքում ինչքան իր հաճախորդը լավն է ոնց որ, այսքան տարի միշտ իրենց Ferrari ա արել, այդ մարդը ավելի այդ ցուցակում ոնց որ ավելի բարձր տեղում է ու իրեն ավելի շուտ է հասնում այդ ավտոն, ասենց ասած։ Հիմա իրենց արած պրիկոլը, ջոկի, դες քեզ ասեմ, այս Ferrari լուչեն որ դուս է գալի, ոչ դե բում մի հատ եղավ ահավոր աշխարհում, սա ասեցին էս ինչ վատնա, Ferrari ակցիաները ընկավ, այդ տիպի ինքը ջոկի վարի տվեց, ու իշխան գիտեմ այս ինչ որ մի հատ մարդ դաժե հանեցին գործից տոլ ինքը գրես դուրս եկավ այս ավտոյի ոնց որ հետ կապված ջոկի այդ շեֆերից։ В общем, հիմա Ferrari-ն ասում է, եթե դուք օրինակ առնեք այս Ferrari-ն, այս էլեկտրականը, իդեպ ինքը արժի 550,000 եվրո արժի, եթե ինչ ինքը։ Դա ասկավաշական։ 50,000-ով էլ չի առնի այդ ավտոն։ Լսի, դու ո՞ց լսի։ Ասում է, եթե դուք առնում եք, ասենք, այս Ferrari-ից, ձեր համարը մեր ցուցակում ավելի է բարձրանում ջոգեր, այսինքն որ թազա մոդել դուրս գա, եթե դու էսի առած եղար, չգիտեմ, խոսքի 20-րդն ես, ասենք կդառնաս 15 կամ 10 ջոգեր։ Լավ է մտածել, բայց չի աշխատում թվում է։ Որ աշխատի գոնե, չգիտեմ։ Օյ թվում է այս կանով կարանք սահմանափակենք այս հրաշալի Ferrari մասին։ Գրեք մեկնաբանություններում ինչ կարծիք ունեք այս Ferrari-ի մասին։ Այո, ձեր դուրը գալիս առհասարակ, թե ոչ, ես ճիշտ ստորիում տեղադրել էի, արձագանքներից հասկացա, որ դուրները չի գալի, բայց ես ստորիում տեղադրում եմ մեկ-մեկ տենց ինչ-որ նորություններ։ Դրա համար բաժանորդն գրեք։ Հա, ուր դե է, ստեմի տեղա։ Էլի կարաս ստեղա։ Չէ, մի շատ վերևես։ Սաղ ստեղա։ Հա։ Եվ ձեռդ կարաք մայիսի կնոջ օրիջինել։ Այո, իրանն էլ այստեղ կլինի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Նոր Mercedes GT-ի մասին։ Mercedes GT-ն էլ էլի ահագին ժամանակա դուրս է եկել, պրոստը մենք էս հաղորդում մի բուջուրիկ ուշ ենք նկարում, նու մի 10 քանի օր ասեմ։ Հա, լավ, ինձ ասի շուտա դուրս եկեն, ստվես մի տարի առաջ։ Նու, вообще հələ ինքը դες դուրս չի եկել որպես այդպեսին, բայց ցուցադրել են իրան, ոնց որ ինչ տիպի պետքա լինի ինքը։ Չես ուշացել։ Представлен ցուցադրված է նոր Mercedes AMG GT-ին, արա շատ կատաստրոֆա է։ V8-ի իմիտացիայով ասենք։ Ինչ գործ ասենք արա։ Ну, սենց ասեմ, եթե համեմատենք այն Ferrari-ի հետ, ինքը դաժե շատ սիմպաթիկ է։ Լսրա հետ է խոսքի նայել, ուրա, հեսա լսեցնե, ինչ արա, ինչ։ Ինչ որ Volkswagen-ի եմ նմանացնում, բայց չեմ հիշում որ մեկին, չէ՞։ Ես չգիտեմ դաժե ինչի եմ նմանացնում, ոնց ասեմ, ես ահավոր է պրոստը, ես ինչ եմ։ Passat-ի բանի նման չի։ Սալոնն է լավ է, բայց Volkswagen Passat-ի հետևի նման չի։ Չգիտեմ ես ինչ է ուշում։ Կարճ ասած ոնց որ գործ լինի։ Իդեպ ինքը բանա լրիվ էլեկտրական է 4 դուր կուպեն է, ու ասենք հին 4 դուր կուպեն է, նու հիմիկվա էս ակտուալ է խոսքին սիրուն ավտո է։ Ու էսի էլի ասենք вообще իրար չեն բռնում։ Ունենալու է մոտավորապես նու ունի ավելի շուտ մոտավորապես մի 1200 ձիաուժ մինչև բայց V8-ի ձենը իրա լինելու է սինտետիչսկի արհեստական է լինելու։ Ոնց որ օրինակ մեր Tesla-ն որ կարա ինչ որ տարբեր ձեներ հանի, այդ նույն ձև Mercedes-ը։ Ես քեզ ասեմ ավելի մի հատ ուրիշ բոց, էսի էս լուրից դուրս, sense ասած, Toyota-ն մի հատ բան է հանեմ, կառոպկա, ոնց որ, որը որ իմիտացիա է անում, սկորոստ փոխել է։ Ոնց, այսինքն։ Իսկն դու իրան настройки-ը նենց են անում էլեկտրական ավտոյի, որ դու սկորոստ փոխելով, ոնց որ սովորական ավտոյի պես ջոգես, սկորոստ փոխելով նոր կարող ես իրան արագացնես, ու պլյուս դե դինամիկներից ձեն է հանում, քեզ թվում է դու բան ես քշում սովորական մոտորով ավտո։ Դեզ։ Բայց էլեկտրիկա է։ Բայց թավես է, ես օրինակ։ Դա Toyota-ն է իդեպ պատենտավորել այդ բանը, ոնց որ Mercedes-ից սկսեցինք, չէ, այդեմ ասում, անցանք ինչ որ կառոպկա է, չգիտեմ խի։ Ուրեմն այս Mercedes-ը ճիշտ ասած էլի կհայտնվի ֆոտոն էկրաններին, գրեք ձեր կարծիքները կոմենտներում, ձեզ դուր գալիս է թե չէ ինձ, որ դուր չի գալի, ճիշտ ասած սրա երևի թե ամենատարօրինակը
իր տեսքն է, բայց իր խարակտերիստիկաները լավն են իրականում, որովհետև ինքը մոտավորապես մի 2.1 վայրկյանում է 100 հասնում 0-ի բան, սենց ինչ որ մինչև 7 վայրկյան, նո 7 վայրկյանում մինչև 200 է հասնում, սենց խարակտերիստիկաները շատ լավն են, սալոնը շատ սիրուն է։ Սալոնը վերջն է, Հա, բայց տեսքը, ասենք, դեմը, հետևը, չգիտեմ, ինձ вообще դուրս չի գալիս։ Սրա կոնցեպտը, որ ցույց էին տվել, ճիշտ ասած, ես մտածում եմ, որ այդ կոնցեպտի նման դուրս չի գա, всё-таки, բայց իրականում բավականին նման դուրս եկավ կոնցեպտին։ Սաղ աշխարհը հիմա հասկանում է իրականում, որ էլեկտրիչկեքը всё-таки ապագա չունեն, ինձ թվում է վերջի տոք ապագան լինելու է հիբրիդները, որտեղ բոլոր մեքենա արտադրողները, ով ինչ որ բացի չինացիից երևի թե այսօր ով էլեկտրիչկա է արտադրում, հաջողություն չեն ունենում ոչ մեկ։ Սաղի մոտ ինչ որ կրիզիս է փողային, Volkswagen-ը օրինակի համար հիմա շատ տխուր վիճակում է, Volkswagen-ն էլ, Mercedes-ն էլ, BMW-ն էլ։ Volkswagen-ն ու Mercedes-ը տխուր վիճակում էին, այս ահագին վաղտը արդեն BMW-ն էլ վերջերս հայտարարեց, որ իրենց մոտ էլ է սկսում արդեն ինչ որ տխուր վիճակներ։ Դա չնայած այս ամեն ինչը որ արտադրում են, ինչ եք ուզում արավոր լինի ախր։ Միշտ, գիտես այդ արիքիը որն է, որ միշտ բոլոր կամպանիաները երբ որ վատ վիճակում են եղել իրենց կյանքում, իրանք արտադրել են մի հատ ավտո, որ բում է արել։ Նո օրինակ ժամանակին խոսքի արտադրել են, ասենք Porsche Cayenne-ը, Touareg-ը, որոնք որ բում են արել սենց, որ բեսամ ծախվել են, Volkswagen-ը ժամանակին են սկզբի ժուկերը, որ խոսքի արտադրել էր, սա բում արած ավտոներ են, ասենք BMW X5-ը, թազա։ Այն ժամանակ այդքան կոնկուրենցիա չկար։ Դե հա, ես հասկանում եմ, բայց այլընտրանք ոնց որ չկար։ Հիմա գիտես ոնց այդ եվրոպական մեքենաների մոտ գիտես ինչ վիճակ է, եվրոպական կամպանիաների մոտ ավելի շուտ իմ կարծիքով, որ իրանք կամպտի մի հատ տենց ինչ որ բում անեն, ինչ որ շեդևր անեն, տենց որ խոսքի կգմփսնի։ Այն բան Mercedes-ը որ հանել էր, որ sense ինոպլանետյանների ավտո ոնց որ լիներ, դե sense մեծ ակերով բանով կոնցեպտը տենց։ Հա, բայց շատ կայֆ էր։ Էդի որ ռեալ դառնար ու արտադրվեր։ Չեն առնի։ Խի բայց ինքնից շատ ունիկալ ու շատ թանկ կլիներ։ Շատ ունիկալ ավտո է ինքը, որ խոսքի Իրանից կարան առնեն, ասենք 10 հատ, աշխարհում շատ հարուստ մարդիկ։ Ու всё։ Մնացած ազգային, ոնց որ Volkswagen Жуկը ժամանակին որ դուրս եկավ, ինքը բոլորի համար էր, կամ Ford Mustang-ը օրինակ ժամանակին որ դուրս եկավ, ինքը բոլորի համար էր, խնդրեմ։ Չէ, այն մի ձարթանի, այն աչի։ Գիտես ինչ, ասենք ինչքան է արտադրվել այս ավտոից, այն որ այտենց աստղաբաշխական թվեր է արտադրվել։ Ես չէի հիշում այս ավտոյի մասին։ Անպայման գրեք ձեր կարծիքը Mercedes-ի մասին կոմենտներում, շատ հետաքրքիր կլինի կարդալ ու տենալ դուք ինչ եք մտածում առհասարակ այս մեքենայի մասին, ու մենք անցնենք հաջորդ լուրին։ Ուրեմն BMW-ն ցուցադրեց բուկվայլնը 3 իր նոր X5-ը։ Պար։ M3-ն էլ ցուցադրել էր դե X5, ուզում ես նայես X5-ը։ Вот, նաշը։ Ոյ մամա ջան, ու դու հələ Mercedes-ի դեմից էիր խոսում ու դժգոհում։ Ոնց որ գիտես ինչ լինի, ոնց որ Dodge լինի, Dodge-ի նման, չի։ BMW-ն մի հատ հին վերսիա ունի, վրոջիբը նմանցրել են դրան, ոնց որ նաև նոր այս 3-րդ սերիան են նմանցրել դրան, բայց չգիտեմ, ինչ որ իմ տպավորությունն է, որ բոլորը եթում են շատ սխալ կողմ։ Ու այս տեմպերով ասում են, խի չինացիք բան անում, ասենք։ Չինացիք ասենք սա աշխարհը վերցրել, որտեղ չինացիք բերեցին դեմից ես իմ ինչ բան սարքեցին, ինչ որ սա տարօրինակ ոնց որ մի թրենդ գցեցին խոսքի տարօրինակ ավտոների, տարօրինակ դիզայնով, ասենք ոնց որ hi-fi բան կար է, ինչ որ տենց մի ոնց որ դրանք կորել են ինչա չկա, Լիսյանը դաժե խոսքի, բայց հիմա դարել է անենց, որ եվրոպական ավտոները ավելի տարօրինակ են նայվում, քան խոսքի, չգիտեմ, այդ Լիսյան, Zikr, Mikr ինչ որ ասենք այդ ավտոները։ Հա, պրոստը Mercedes-ը։ Որ շինացիները ասած սկսեցին, հիմա իրանք կարգի են բերել ամեն ինչ սկսել են տեղը, նորմալ գնով, նորմալ ավտոներ են ծախում ու խոսքի սաղ աշխարհը արդեն առնում է, պլյուս հենց Եվրոպան էլ առնում արդեն բավականին շատ, եթե ինչ, դե Հայաստանը սաղ այդ ավտոներն են։ Ու всё, հիմա մարդիկ ոնց որ իրենց համար հանգիստ ապրում են արդեն։ Բայց
այս BMW-ն Mercedes Audi-ն է մի քիչ լմեշները, ասես նորմալ ինչ որ իրան պահում, նորմալ ավտոները արտադրում։ Ճիշտ կլիներ որ պահեին իրանց այդ կբռնեն ամեն տարի մի բան, ես մի թազա ես ինչ կհորինեն 70-ականներին որ մի հատ ռետրո մոդել ուներ BMW-ն, որի ոնց որ կոնցեպտով է սարքվել այս թազա դիզայնը ջոգեր։ Էլեկտրական է, չէ՞։ Էնետի հենց այդ մոդելը վերցրե։ Չէ, հիմա թազա դուրս պետք է գա թազա M3-ը, թազա X5-ը, iX5-ը, այն ժամանակ կար ուրեմն, նո հիմա կա ավելի շուտ iX-ը, որ էլեկտրականն է, այն որ ես test drive եմ արել, հիշում ես ավտոների։ Հիմա թազա ոնց որ դուրս է գալի նաև iX5-ը, էլեկտրական, պլյուս դե իհարկե լինելու է դիզել, բենզին էլ է լինելու, հիբրիդ էլ է լինելու X5-ը։ Ու նաև դուրս է գալի թազա երրորդ սերիան, էլի նույն ձևելի i3-ը ու երրորդ սերիաները, այսինքն բենզին ու էլեկտրական։ Թազա ցույց տվեցին M3-ը, որ պետք է լինի, էսի вообще հիմա ցույց են տվել կոնկրետ բանը i3-ը, ասենց ասած, որ լինի im3-ը լինելու, ինչա լինելու, սա ժժնել են իրար BMW-ում քյասար էլեկտրական M3-ը լինելու։ Դե իհարկե բենզինային M3-ը լինելու, բայց օրինակ հիմա ինչ որ ցույց են տվել էլեկտրական M3-ը, սրանց դիզայնը մոտավորապես լինելու է նույն բենզինայինի դիզայնը, այսինքն բենզիններսի պլյուս մինուս նույնն են լինելու։ Լավ է գոնե, բացի այս էլեկտրական M3-ից, ես մի բանից ասում եմ, որ այդ էլեկտրական M3-ը ինքը հաջողություն չի ունենալու, ինքը պրոստը տենց անիմաստ արտադրում են։ Ես համոզված եմ, որ ինքը ինչ որ տենց մեծ հաջողություն չի ունենալու, բայց թազա M3-ը, որ բենզինով է լինելու, նո խոսակցություններ կան, որ էլի լինելու է նույն ձև ոնց որ հիմա է, այս որտեվ լեգենդար մոտորներ են, էլի, S-B58, S58-ը ու B40-ը, շատ լեգենդար մոտորներ են BMW-ի, հիմա խոսակցություններ կան, որ բենզինային վերսիայի վրա լինելու է նույն 3 լիտրանոց բենզին S58 մոտորը, որ նաև ոնց հասկանում եմ լինելու է փափուկ հիբրիդ, նու փափուկ հիբրիդը ոչինչ, էլի 525 ձեւոժով մոտավորապես։ Չգիտեմ, ախր գիտեք, որն է ստե հարցը, ժողովուրդ, սա խնդրեմը իրականում դիզայնի մեջ է հիմա այս ավտոների։ Չգիտեմ, անցած BMW S M3 M4-ը որ դուրս եկան այդ մեծ քթերով 7-րդ սերիան բան, սա էլի ասում էին, որ շատ վատնա, ահավոր է, չգիտեմ, ինչ որ այս ինչ է կարտադրել։ Բայց առնում են, չէ՞։ Հիմա արդեն մարդիկ սովորել են այդ դիզայնին, դուրներն եկել է, սա մեծ սիրով առնում են այդ ավտոն։ Ես չգիտեմ, կարող խոսքի ես թազա 3-րդ սերիան էլ էլի ինչ ժամանակ հետո, հա, մարդկանց դուրը գա սկսեն առնել, բայց հիմա ամենայն դեպս առաջին հայացքից իմ դուրը, չգիտեմ, չի գալի։ Իմ դուրը դաժե այդ մեծ քթերովը դուրս չի գալի։ Ինձ հիմա ահավոր օրինակ դուր է գալի 3-րդ սերիան, որը որ այդ մեծ քթերով չի, դրանից առաջ փոքր քթերովն է, չէ, F30-ը չէ, էլի G20-ը, բայց փոքր քթերով է։ В общем, ես հույս ունեմ, այս թազա BMW X5, չգիտեմ, BMW 3-րդ սերիա, ես ենթադրում եմ, որ իրանք չեն փոխի դիզայնը պալիբոմը կմնա, մի քանի տարի սենց, հետո հաջորդին կարող է ինչ-որ թազա բան մտածեն, բայց ինձ թվում է իրանց վաճառքները իրանց կհամոզեն, որ վսյոտակի պետք չէ դես անել ու պետքա ինչ-որ բան փոխել դեպի հիմա ինչ-որ կա այս մոդելների, հիմիկվա տեսքով ինչ-որ մի բան ստանալ։ Ուրեմն այս նոր X5-ը ինչ-որ մի քանի բաներ է հայտնվելու իր վրա, օրինակ դրան ռուշկեքը, այն վերևից այն, Mustang Mach-9-ները որ կան, տեսել ես թե չէ։ Շումս վերևի հատվածը ասում եմ պուճուրիկ ռուշկի տիպի բան է, որ դրան վրա չի ջոգիր, բանում ասենց վերևի հատվածում է շուշի կողը։ Ինչ որ տարօրինակ ասենք Mustang-ին նա տենց հոսքի են այդ նույնը վերցրը, չեմ հասկանում։ Ֆարերը, այդ գաբարիտները, այսպես ասած, են դնևնի խադավի ագնի այդ դրանք բան են դառը X-ի պես, X5, X, յանի դռներն է ավտոմատ բացում, ոնց որ խոսքի մոտիկանում ես պլյուս պասաժիրներին էլ հետը, մենակ շոֆերները չի ոնց որ։ Ոնց հասկանում քանի հատ պասաժիր է։ Չգիտեմ, էդի ոնց են սարքի այդ պահը, բայց համենայն դեպս վրոդիպը այտենց բան, այտենց ֆունկցիա ունի։ Մեծ էկրան, ոնց որ բոլոր չինացիներինը հիմա արդեն ու բանա դառը հիմա, ոնց որ գիտես, ոնց է դառնում, այս
Tesla-ին ոնց է դիմացը չկա ոչի բան, չէ՞։ Հա։ Այտենց մի հատ Tesla-ի պես մոնիտոր է, մի հատ կողի պասաժիրի համար է մոնիտոր, ու պլյուս մի հատ էլ բան է, ասենց նեղ երկար, այս Publis-ի տակի հատվածն է, նեղ երկար մոնիտոր ոնց որ, հա, այտենց չինական ավտոներից չեմ հիշում ճիշտ Voyan, հենց այդ Voyan, չէ, Avatar-ն է, եթե ճիշտ եմ հիշում, Avatar-ը ունի այտենց բան, որ Publis-ի տակ ասենց երկար ֆռում է մոնիտոր, եթե ճիշտ եմ հիշում, ուղղեք կոմենտներում, եթե սխալ եմ։ Ու պլյուս ռուլը դարել է արդեն համ սենց է, համ սենց է, ուշում։ Անցնենք մյուսին։ Կիբերքաբ։ Կիբերքաբ։ Կիբերտրագի կիբերքաբն է, էլի ոնց է էսի։ Թազա բան է հանել, սրա հետաքրքիր գիտեք, որ իրանք ասել են, որ մենք արտադրում ենք այդ ավտոն, բայց իրականում չի թույլատրվում այդ ավտոն քշել։ Իսկն չի թույլատրվում այդ ավտոն օգտագործել առասարակ իրան քշել, որպես այդպես դու չես կարող իրան քշես, որովհետև ինքը ոչ գազ ունի, ոչ տորմոզ ունի, ոչ ռուլ ունի։ ավտոպիլոտով աշխատում։ Full ավտոպիլոտ է, այսինքն ոչի բան ինքը չունի, բայց վիդեոներ կան հիմա, որ Ամերիկայում պրոստը ինչ որ մեկը նստած ու ավտոն էթում է ինչ որ միտեղ։ Որ խոսքի մի հատ էքստրեմի սիտուացիա եղավ, ոչի բան չես կանես, որովհետև ոչի բան չկա։ Այսինքն ոչ գազ, ոչ տորմոզ, ոչ ռուլ, ոչի բան չունի ինքը։ Տեսան ասել արտադրում է, բայց չգիտեմ ճիշտ ասած արտադրում են ինչ անեն։ Դե կարող է մենակ Ամերիկայում շահագործվի, բայց կարող է դե ագին վախտա Ամերիկայում կան այդ ավտոպիլոտով տաքսիներ, բան եւ այլն։ Կարող է, բայց ինչ որ հետաքրքիր եւ տարօրինակ երևույթ է սա։ Հոշում։ չէ, հետաքրքիր է իմ համար օրինակ։ Չէ, ասի որ ասենց ասեմ, Ferrari-ից լավն է նաղդ։ Ինչ ցույց տվեցինք Ferrari-ից լավն է քո համար, չէ։ Եվ եկանք մի քիչ ավելի մոտիկ մեր կոմերին տարածքներին, այո, Ռուսաստանին, Lada-ի մասին մի քիչ խոսանք, որովհետև Lada-ն նոր բանն է պրեզենտացիա արել, նոր Lada Azimut-ը։ Արդարության համաձայն ասեմ, որ էսի իրանց ստեղծած միակ Lada-ն է, որ գոնե սիրուն է ու պլյուս մի քիչ էլ ինչ որ տեխնոլոգիաներով վատիկը չի, հա։ Իրա մոնիտոր բան մենյուն ոնց հասկացել եմ աշխատում է բանով, Sber-ի հետ։ Հա, բայց հետաքրքիրն է։ Բայց ինձ թվում է թանկ է լինելու, իրենց ամենաթանկ մոդելն է լինելու։ Լինելու է մի հատ, եթե ճիշտ եմ հիշում, տուրբո մոտոր։ Kia Carnival-ի եմ նմանացնում, նման չի։ Այս դեմի մասը։ Ես չէ, ասի, ինչ որ բանին նման է, իրականում այդպես ինչ որ յուրահատուկ իրենց դիզայնն հանե։ Բայց հետ ոնց որ Lada չլինի, էլի, այդպես շատ է տարբերվում մյուս Lada-ներից։ Այո։ 1.5 լիտրանոց ոնց որ տուրբո մոտոր ալնելու չինական վրան լինելու է վարիատոր, էլի չինական արտադրության, լինելու է իհարկե մեխանիկա, այսինքն ոնց հասկանում լինելու է 16 կլապանոց 16 կլապանանոց մոտորը, սովորական Lada-ի լինելու է այդ տուրբո մոտորը չինական ու վարիատորը չինական։ Բա, այսպես սպասենք տենանք, եթե հայերին դուր կգա այս ավտոն, Հայաստանում կտենանք, բայց ենթադրում եմ, որ Հայաստանում չենք տենա, որովհետև այս ենթադրում եմ սրա գնին հայերը լիք ուրիշ հետաքրքիր ավտո կառնեն, որովհետև Հայաստանում կարում ես Ռուսաստանում մի քիչ պրոբլեմ է, այդ ուզիլ զբոր բանը շատ բարձր է, դրա համար ընդ մի քիչ կարող է այս ավտոն ինչ որ բան ունենա, ինչ որ հաջողություն ասենց ասած։ Իդեպ գրեք մեր ավտոպարկը դուրներդ եկավ, լավն է թե չէ, էսի շատ այնց այգին ժամանակը հավաքում ենք ու շարունակում ենք հավաքել։ Ագինորը 4 տարի է հավաքում։ Բայց վերջի մի 2 տարվա ընթացքում вообще չենք։ Շատ համերը չենք առել, բայց պետք է շարունակենք։ Պրոստը մտածում ենք մի հատ պոլկա ասենց հավաքենք թազատուն, որ ունենանք, մի հատ պոլկա հավաքենք, ասենց ավտոները շարենք, այդ պոլկեն հələ չենք հավաքել, ճիշտ ասած։ Տուն ունեցանք, պոլկեն չունեցանք։ Այս այդ պոլկեն հենց հավաքենք, իսկ թվում է սկսենք արդեն շատացնել ու մի հատ ցելի կոլեկցիա ենք ուզում, որտեղ երկուսից դուրն էլ գալիս է։ Ու գրեք կոմենտներում ես նոր ֆորմատ դուրները եկավ թե չէ։ Վերջ։ Հերիք չի։ Մի քիչ էլ թողենք, որ մյուս։ Եթե հետաքրքիր է, անպայման մեկնաբանություններում գրեք, որ շարունակական լինի, որտեղ ինձ օրինակ ես կողքից եմ լսում, ճիշտ է, ձեր պես լսում եմ ոնց որ հիմա այստեղ կադրի հետև նստած ու ինձ շատ հետաքրքիր էր։
Բա, տեսա դու ինքը իրականում մտածում էր, որ չի խոսալու ընդհանրապես, բայց ինձ շատ խոսեց, ինձ շատ հարցեր տվեց, երբ որ ասած քննարկում ես, շատ հետաքրքիր է, ինձ այդ նույնը ուզում անենք կոմենտներում քննարկենք, որ ավելի հետաքրքրացնենք։ Բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ եթե իմ խոսքը ազդում է, ուղղակի մեկնաբանություններում գրեք, որ հաջորդ անգամ Մայիս ջան առանց Մոնիկայի նկարի։ Չէ, դժվար։ Մենակ հետաքրքիր չլինի իրականում, ասես որ երկուսով ենք, ավելի հետաքրքիր է լինում։ Գրեք կոմենտներ, լայքեք վիդեոն, ինչու ոչ, ու բաժանորդագրվեք ալիքին։ Եթե այս ֆորմատ դուրն հետ եկավ, ես մեծ սիրով կշարունակեմ, որովհետև ինձ ահավոր է դուր գալի, ես շատ երկար տարիներ ուզում եի անել այս ֆորմատը, վերջապես սկսել եմ։ Մնացածը ոնց որ ձեր արձագանքից է կախված, եթե լավ արձագանքեք, ես կշարունակեմ այս ֆորմատը։ Չէ՞։ Всё, գնացինք։ Լավ մնացեք։ Մի զիլլի է դա, չէ՞։ Ոնց էր ասում։ Հատ ուժեղ։ Հոп։ Շնորհավոր առաջին հաղորդումը։ Այո։ Լավն էր։ Լավն էր։ Այո։